Աշխատան շտաբերը աշխատում են, ընտրությունների ընթացքին ենք հետևում։ Այստեղ 38 մոտավորապես 40 րոպե մոտեցել, դա այս բնակավայրի նոսր բնակեցման պատճառով է, թե ձեր կարծիքով դեռ նոր է օրը սկսվել։ Օրը նոր է սկսվել, հետո տեղամասը փոխվել է, իրականում շատ մարդիկ գնում են հին տեղամաս, կներեք։ Հին տեղամաս տեղի իմանում են գալիս են, կարծում եմ օրվա ընթացքում կակտիվանա, որովհետև շատ ակտիվ մասնակցություն ենք սպասում իրականում։ Լավ տրամադրությունն եք։ Շատ բարձր։ Փոխանցեմ դժգոհությունները ձեզ շատ սիրողների, ասում են մենք սպասում ենք հետաքրքիր շոու։ Համեստ քարոզարշավ իրականացնողներից մեկը եղաք, ինչու։ Ինչ առումով ամենահամեստ։ Մտածում էին, որ երևի դուք նաև համերգով կամփոփեք ձեր քարոզարշավը, բայց փաստորեն Ես ամենասկզբից քարոզարշավի բոլորին ասել եմ, որ Հայատ պրոջեկտի ռեսուրսը չեմ օգտագործելու, որովհետև ես չեմ ուզում առավելություն ստանամ երիտասարդների դաշտում, որը այսպես թե այնպես ունեմ։ Ասում են, որ ձեր ընտրողը իդեպ մինչև 35-ն է, եւ դուք գողացել եք հենց այդ սեգմենտին, որը ամենապասիվ ընտրողն է բոլոր ընտրական գործընթացներում։ Համաձայն եք։ Ես չեմ գողացել, ես հալալ քրտինկով վաստակել եմ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը կան ընտրատեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գալ մասնակցել, որովհետև այս քաղաքը կարիք ունի իրոք երիտասարդանալու ու ես օրինակ իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ հենց դա, որ Գյումրին պետք է ստանա երիտասարդական ընթացք, այո, շատ կարևոր է։ Զարգացումներ սպասում եք խաղմրցիքների։ Ինչ առումով։ Մինչև օրվա վերջը արկածախնդիրների զարգացումը։ Դե օրը ցույց կտա, ամեն դեպքում ես այս պայի դրությամբ կարող եմ փաստել, նաև վերջի 15 օրը շատ լավ վերլուծելուց հետո, որ ընդդիմադիր տեխնացուները մրցում են ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այլ պետական վարչական ռեսուրսի եւ Սարիկ Մինասյանի ԱԱՑ-ի ղեկավար բարեկամի հետ։ Ինչ է անում ԱԱՑ ղեկավար բարեկամը։ Ինչ որ բաներ։ Մասնավորապես Ինչ որ բաներ։ բարևում է մարդկանց, անցնում է, ստիպում է, որ գնան իշխանությանը։ Օդում կախված լուրերի համաձայն ինչ որ բաներ անում է, օրվա վերջ կերևան, Նիկոլ Նարեկ ջան։ Փաշինյանն է օդում կախված լուրերի համաձայն պնդումներ անում, ինչը այդքան հավաստի չի։ Դե վատ օրինակները վարակիչ են, Նարեկ ջան, մենք փորձում ենք վատ օրինակով լավ երկիր կառուցել։